Ոչ, ես անձամբ Վարդան Ղուկասյանի հետ չեմ շփվել, որևէ ընդհանրություն անցյալում չեմ ունեցել, մենք ավելի շատ իրար քննադատել ենք, բայց նրա մեղմ եմ ասում իհարկե, նրա շտաբի պետը մեր հայտարարությունը կարդալուց հետո դիմել է մեզ, ասելով, որ իրենք են ընդունում, որ Սահմանադրության մեր նախագիծը շատ կարևոր բան է, այնքան կարևոր բան, որ եթե դա ժամանակին Սերժ Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը փչացրած չլինեին գաղափարը, ապա մենք պատերազմներ չէինք ունենա, այդ աստիճանի ես այդպեսի խորը անցալում։ Մենք համագործակցում ենք դոկ կուսակցության հետ, քանի որ պարզվեց, որ հայ քաղաքական դաշտում ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքական ուժը, բարձր ազգային, ժողովրդավարական, մարդկային, պարզվեց, որ ունի դոկ կուսակցությունը։ Մյուսները պարզվեց ամենալավ տղան Վարդան Ղուկասյանն է քաղաքական դաշտում։ Մյուսները պորոտախոսներ են եւ իրենք իրենց են սիրում, ազգին չեն սիրում։ Եթե ազգը սիրես, դու պետք է ասես այնպես անեն, որ իրենք իրենց ճակատագրի տերը լինեն մարդիկ։ Այսինքն իր շտաբի պետն է ձեզ։ Իր շտաբի պետը ասել է մենք ձեր հայտարարությունը կարդացել ենք, գիտենք որ դուք չեք ուզում գնալ ընտրությունների եւ ասել եք բացառության կարգով կգնանք, եթե քաղաքական դաշտից ձեզ միանան։ Մենք միանում ենք այդ առաջարկին։ Այդ դեպքում ես եմ կանգնել փակող առաջ, հետո ԱԻՄ-ի նախագահության անդամները քննարկելով ասել են մենք արել ենք այդպիսի առաջարկ, մեզ առաջարկողը, այնտեղ մանավանդ ասեմ, որ Լևոն Բաղդասարյանը բավական ճիշտ շեշտադրումներ կատարեց, այսինքն ինձ վերադարձրեց այն խոսքերը, որ ես իմ վերջին 58 տարվա ընթացքում որպես նախամակը ղեկավար, հետո այ միշտ ասել եմ, որ երբ հայրենիքի շահերը պահանջում են, դու պետք է կարողանաս վեր կանգնել քո նույնիսկ հակասություններից։ Պայմանավորվեցինք բոլոր տարաձայնությունները դնում ենք մի կողմ եւ միասին են գնում։ Լևոն Բաղդասարյանի հետ եք պայմանավորվել, ոչ թե բնականաբար շտաբի պետի հետ ես խոսում, շտաբի պետը ինքնուրույն չի գործում, եթե ունի ղեկավար, նաեւ քննարկում է ղեկավարների հետ։ Ես քննարկել եմ ԱԻՄ նախագահության հետ եւ ԱԻՄ-ի նախագահության բացառիկ քվեարկություններից մեկն է, որ 12-ից ի վերջո 10-ը ասացին, որ դա բխում է մեր հայտարարության։ Մենք խիստ զարմացած էինք, որ իրենց ժողովրդավարական եւ ազգային համարող ուժերը այդ հայտարարությունը չարձագանքին։ Շատ լավ, պարոն Հայրիկյան, երբ որ հայտնի դարձավ, որ մտադիր եք Վարդան Ղուկասյանի ուժի հետ մասնակցել ընտրություններին, որ հիմնական քննադատական հարցադրում այսպես, որ հանդիպեցիք ուզեի հնչեցնել, այն է, թե ինչպես է իրեն անկախության եւ պետության հիմնադիր համարող, չհամարող, ոչ թե համարող, ինչպես է այդ մարդը ինչպես է այդ մարդը համագործակցում հրապարակայնորեն հայոյախոսությամբ զբաղվող եւ այսպես հետախուզման մեջ գտնվող անձի հետ համագործակցում։ Մենք աշխատում ենք գրանցված կուսակցության հետ։ Բայց առաջնորդը գիտեք ով է։ Եթե այդ կուսակցությունը գրանցվել է, ուրեմն նա մյուս բոլոր կուսակցություններին իրավահաց կառույց է։ Առաջնորդը եթե ընդունում է մեր առաջարկը, մենք հոգեկան հիվանդ չենք, որ մեր առաջարկից հրաժարվենք։ Այմականները այդպես էլ դրեցին։ Մենք ասել ենք, ով որ կգա առաջնահերթություն ընդունելու գաղափարին, ու խոսքը չի վերաբերում ինչ-որ մի իդեա ֆիքսի, խոսքը վերաբերում է մի համակարգի, որը արմատապես փոխելու է հայ ժողովրդի կյանքը։ Բացի այդ, դա վերաբերում է նրան, որ դու իսկապես սիրում ես քո ժողովրդին։ Որտեղ միայն ժողովրդին սիրողը կարող է մոռանալ իր մասին, իր պորոտախոսությունները եւ ասել ես ուզում եմ որ իշխանության տերը դուք լինեք մարդիկ։ Այսինքն ձեզ չի կաշկանդում պարոն Ղուկասյանի հրապարակային հաճախ հայոյախոսությամբ հանդես գալը, նրա այդ ճանապարհ անցնելը։ Ոչ չի կաշկանդում, ինձ դուր չի գալիս։ Իրեն էլ կարծում եմ դուր չի գալիս եւ պիտի որ դա մտածի, բայց դրա համար մենք չենք համագործակցել։